Պարոն Հարությունյան, դուք եւս միացել եք այս հանրահավաքին, ակցիային, ինչ սպասելիքներ ունեք։ Նշվեց, որ ամսի 1-ին վերջնական հանրահավաքն է լինելու եւ ամեն ինչին վերջ կդրվի։ Ունեք նման սպասելիքներ, արդյոք ամեն ինչին վերջ կդրվի եւ կհասնեն հիմնական նպատակին, որին ձգտում են։ Տեսեք, ձեր հարցադրումը նախ ես չընդունեցի, ինչ անշանակում սպասելիք։ Իհարկե, եթե սպասելիքներ չունենանք, իսկ ինչ սպասելիքներ, եկեք դրա մասին խոսանք։ Սպասելիքները կամ այդ ամեն ինչի կերևային ժամանակ, երբ որ բոլորը ընդհանրապես մի օր որոշեն, որ լինեն հրապարակում, այդ ժամանակ ամեն ինչ կտեսնեք։ Ուրիշ բան չկա, ուղղակի մեր բոլորի խնդրանքը ոչ թե մեր այդ մարդկանց խաբելն է, այլ ուղղակի մի անգամ տալ հնարավորություն, մի անգամ իրենց ներկայացում լինեն այստեղ ու կհասկանա, որ կարող է ինչ-որ բան փոխվել ու փոխվելու է։ Զուտ դա է։ Օրինակ, ինչը կփոխվի Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելուց հետո, կոնկրետ ինչը։ Եթե այդ նույն հարցը տամ, դուք այդ հարցի պատասխանը ունեք, չունեք, չէ՞։ Իսկ ես ունեմ ամեն ինչ։ Պատկասում եք, ես հերթով ասեմ ինչը կփոխվի։ Ամենակարևորը երևի թե այն հպարտությունը, որը վերցել են մեր ձեռքից, կար ժամանակահատվածում երևի թե կարողանանք, ոչ թե երևի թե հաստատ հետ կբերենք։ Իսկ ինչ մնում այդ տեսակին հանելուց հետո, ես չեմ ուզենա ասեմ, այդ տեսակից հանելուց հետո ինքան բան կփոխվի։ Դա թեկուզ մի օր կանգնի ասի, ես էլ չեմ ուզում, առաջինը մեր ներսում է ինչ-որ բան փոխվելու։ Ժողովուրդ արդեն 7 տարի շարունակ մենք պրոստը լավ սենց ասեմ, այսօր ազգային ժողով դարձել են բեսեդկա, այդ ահավարա ու այսօր եվս մեկ անգամ եվս այդ բեսեդքում բազար էր իրանց մեջ, 7 տարի շարունակ այդ մարդիկ սրանք հարկոցել են նրանց ու ոչ մի օրենքներ ազգի ժողովրդի համար, իրանք օրենքներ են հանել առաջ երթին իրենց համար, որ իրանց հարմար լինի, երկրորդը նայեք 7 տարի շարունակ մեզ ինչ են տվել, ոչ մի բան, մենակ լոլոներ, անիմաստ լոլոներ, որ մարդկանց վերցնում են, առաջին երթին ստորացնելով, մի խոսքով չեմ էլ ուզում էլ երկար խոսեմ դրանց մասին, որտեղ ես կարծում եմ դրանց մասին խոսալով ես ժամանակ եմ ծախսում, իսկ իմ ժամանակը թանկ է։ Դուք նշեցիք, որ բեսեդկա են սարքել ազգային ժողովը, այսօր եւս տուրու դմփոց էր կարելի ասել, շատերի կարծիքով սա ինչ-որ բանից շեղելու համար է, ձեր կարծիքով ինչի համար են ստեղծում նման իրավիճակներ։ Որտեղ անուղեղ են։ Մի հասկացակ, որ իրանք չեն կարող երկիր կառավարել։ Մի հասկացակ, որ այդտեղ տակը որս չկա։ Որսի դեպքում չէր կարող, եթե բեսեդկեն տեր ունենա, այդ բեսեդկեն կունենար կարգ ու կանոն։ Հիմա հասկացակ ներողություն, որ ես ազգային ժողովին բեսեդկա եմ, ասում իրանք են այդպես դարձրել։ Այդ թանկ տեղը իրանք դարձրեցին բեսեդկա ու այդ բեսեդկին տերելնող չկա, տղա չկա։